Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մետանոյանը եւ այսօր տաղավարում հյուրընկալել եմ Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանին, բարև ձեզ պարոն Աբրահամյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Աբրահամյան, վաղուց չենք հանդիպել եթերում, իհարկե ես ձեզ միշտ հետևում եմ, բայց թեմաները այսպես կուտակվել են, հավաքվել են եւ անպայման ուզում եմ այսպես մտքերի փոխանակում այսօր անենք, որովհետեւ նոր իրավիճակում ենք հայտնվել, նոր խորհրդարան է ձևավորվել եւ ամենաառանցքայինը, որ ինձ համար էլ փոքր-ինչ անկալելի է, դա նոր խորհրդարանի խաղի կանոններն են, որտեղ պետք է պահպանել բարեկրթությունը, պետք է չանցնել բարեկրթության սահմանները եւ այդ խաղի կանոնները ամեն դեպքում սահմանեց ՔՊ-ն, իդեմս նորընտիր խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանի։ Այ ինչ է կարծում, ինչ է սա եւ այդ բարեկրթության սահմաններում աշխատելը որքանով է նպատակահարմար, մենք տեսնում ենք թե ինչ է կատարվում խորհրդարանում, հենց կոնկրետ ընդդիմության համար, որքանով է դա անկալելի։ Գիտեք, եթե մարդը քաղաքակիրթ է կամ բարեկիրթ է, ինքը բոլոր իրավիճակներում էլ այդպեսին է։ Կլինի խորհրդանում, խորհրդանից դուրս փողոցում եւ այլն։ Այսինքն, եթե մարդը իր տեսակի մեջ ինքը բարեկիրթ չէ, բնականաբար ինչքան է խաղի կանոններ սահմանես, այս դեպքում սա բնականաբար ուղիղ վերաբերում է ՔՊ-ին, որովհետև այդ անձնակազմը, որտեղ հավաքվել է, բնականաբար բոլորիս էլ ծանոթ է։ Այդ իրավիճակում մի պահի դա պայթելու է եւ պետք է ժամանակ կիրառվելու է ընդդիմախոսների դեմ։ Սա մեկ։ Երկրորդը պետք է հասկանալ, որ երբ որ դու գծում ես խաղի կանոններ, նախ պետք է հասկանանք, ինչի պետք է խորհրդանական ընդդիմությունը տեղավորվի իշխանության գծած խաղի կանոնների մեջ։ Ամենաառաջին խնդրեմը այստեղ է սկսում։ Եվ բնականաբար չի լինում, չէ՞, որ խորհրդանում գան բոլորը փոփուշ տեքստերը արտահայտեն, ներսում նույն ընդդիմադիրների ունեցվածքը խլեն, մեկին տանեն նստացնեն, մեկին քաշ տալով տանեն, մեկին բռնության ենթարկեն։ Այսինքն, եթե դու խոսում ես ընդհանուր միջավայրի մասին, այդ միջավայրը պետք է լինի ամբողջական։ Այլ բան է, որ իշխանությունը ինքը իր համար որոշի, որ ինքը փոխում է իր խաղի կանոնները, իր վարքագիծը եւ այլն։ Ինքն իր համար սահմանի։ Այո։ Այս իրավիճակում բնականաբար դա որևէ ձևի չի կարող, ասես ասեմ, իրատեսական լինել, հենց միայն Նիկոլ Փաշինյանի գործոնը հաշվի առնելով, բայց եթե իրենց համար սահմանեն այդպիսի չափորոշիչներ, դա արդեն իրենց խնդիրն է։ Եվ այստեղ երրորդ մոտեցումը, որ անպայման ուզում եմ ասել, թե ինչու այսպես դասավորվեց եւ ինչու ՔՊ-ն այդպեսի առաջարկ արեց։ Ես կարծում եմ, որ անկախ հանգամանքից թե ինչ process-ներ են մեր երկրի ներսում, մեր երկրի շուրջ, դրսում եւ այլն, բնականաբար ՔՊ-ին պետք է վերահսկվող խորհրդարան, մյուս կողմից պետք է որոշակի իմիջային հարցերի կարգավորում արտաքին խնդիրներում օգտագործելու համար։ Հիմա բնականաբար 21-ից 26-ի խորհրդարանը այդպեսին չի եղել, չի կարող լինել, բոլորն են հիշում ծեսկրտուկներով, վիրավորանքներով, բռնություններով եւ ինչ եղել է այս 3 տասնամյակի ընթացքում դա եկել էր խտացված արտացոլվել էր ամբողջության մեջ այդ խորհրդարանում եւ բնականաբար դա նաեւ ցանկացած իշխանության համար դեմքի եւ իմիջային խնդիրներ ստեղծում եւ փորձում են գոնե երևացող մասում այսբերգի վերևում փորձում են որոշակի ցիվիլ իրավիճակ ստեղծեն, ինչը մի անգամից ասեմ, որ բարագայում չի ստացվելու։ Անկախ քանից ընդդիմությունը ուզում է, չի ուզում, դա չի ստացվելու։ Տեսեք, պարոն Աբրահամյան, մենք ականատես եղանք օրեր առաջ, որ այս դեպքում արդեն ազգային ժողովի падգամավոր Էդգար Ղազարյանը 10 րոպեանոց շատ ազդեցիկ ելույթով հանդես եկավ Աժամբյոնից եւ մարդը շատ լուրջ փաստեր ներկայացրեց, այսինքն իր փաստերի հետ կապված, ես կարծում եմ որևէ մեկիս համար նորություն չէր, որ Արցախը հանձնել եք, հղի կնոջը մեքենայի տակ եք, այսինքն ինչն էր նորություն այդտեղ, որևէ մեկիս համար դա անակնկալ չէր, չէ՞։ Եվ վերջում խոսելով իր Սանիկի մասին քերու, քերու թորան մասին, ով նաեւ իր Սանիկն էր, ասաց, որ նա
խախտելուներ, երազանքներ եւ այլն, բայց փաստորեն այդ երազանքները ի կատար չացվեցին եւ ուղղակի նշեց, որ դուք սրիկաբար այստեղ փորձում եք շարունակել եւ շահարկել այդ զոհերի անունները։ Սա էր ընդհանրապես ասածը եւ այս աղմուկը, որը բարձրացավ, ինձ համար ճիշտ ասած անընկալելի է, որովհետեւ ես չգիտեմ երբանից է սրիկայաբար բառը կամ սրիկա բառը դարձել այդպես լուրջ վիրավոր անգամ մենք տեսել ենք թե ազգային ժողովում ինչեր են ասում հենց իրենք այս պահին նույն ԿՊ-ն, որը հենց խաղի կանոնները սահմանել է, ինչն էր խնդիրը, որ Էդգար Ղազարյանի պարագայում այսպես պայթեցին էլի իրենք։ Ես կարծում եմ այստեղ կա ընդգծված Էդգարի կերպարը, Էդգարը այդ իրենց ֆրակցիայում նա քաղաքական դեմքն է ավելի քաղաքականացված, իհարկե հիմա կողքից մեզ դիտողները կասեն դե քաղաքական թիվ 1 հարթակ նախորդանը ոնց կարան մարդիկ այնտեղ падգամավորները քաղաքականացված չլինեն, ինքնին դա քաղաքական գործունեություն է, բայց կարծում եմ հասկանալի եմ ասում, որ Էդգարը շատ ընդգծված քաղաքական տարիներ շարունակ Էդգարը այդ մոտեցումներ կան, որոնք արտահայտված են եւ ելույթը ամբողջությամբ քաղաքական էր։ Իհարկե Էդգարը ի վիճակի էր այնպիսի ելույթ հնչեցնել, որը կլիներ վիրավորական, դա ստորացներ նրանց ցանկաներ, բայց այդ ելույթը քաղաքական էր։ Ես անկեղծ ասեմ, շատ քիչ ելույթ կա, որ նայել եմ, այս նոր գումարված խորհրդանում։ Էդգարին նայեցի հասկանալու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել, որովհետև վերլուծելու համար իրավիճակը, իրադրությունը եւ նաեւ հետագա զարգացումը պետք է հասկանաս իրականության մեջ ինչ է եղել։ Ընդ որում, երբ որ սրիկայի թեման այդքան շահարկում է, դա իրականում շահարկվում է։ Էդգարը նույնիսկ կոնկրետ մարդու չի էլ ասում սրիկա, ինքը բնութագրում է իրավիճակը, ամբողջական է տալիս գնահատական, այսինքն կոնկրետ մեկ մարդու էլ չի ասում, թեև այսօր կհամաձայնվեն շատերը, որ շատերը կան այնտեղ, որոնք արժանի են սրիկա էլ ասելու, դավաճանել, կապիտուլյանտ էլ եւ այլն, որոնք տարբեր տարիներին շրջանառվել են։ Բայց կարծում եմ, այստեղ իրավիճակը այն է, որ այստեղ կա Էդգարի գործոնը եւ Էդգարի հետ կապված ԿՊԱ-ականները անթակուց նշել են, որ կա լինելու է մի իրավիճակ, երբ որ նրանք փորձելու են իրենց խնդիրները լուծել բռնության միջոցով։ Ըստ էության անթակույց դրա մասին խոսել են։ Իդեպ այն, որ իրավապահները դրա մասին զգուշացնող հայտարարություններ չեն անում, դա ինքնին խոսում է նրա մասին, որ իրավապահ համակարգը նորմալ է դա համարում, իսկ դա նաև ըստ էության նաև խրախուսում է այդպիսի գործողությունները։ Եթե այդ ելույթը հնչեցներ մեկ այլ մարդ, ես վստահ եմ, որ դա այդպիսի արձագանք չէր ունենա։ Այնտեղ պետք է իրավիճակ, նոր խորհրդանի ղեկավարները կարծում եմ փորձում են որոշակի ձգել բոլտերը, կներեք այդպես է մարտահայտվում, այնտեղ ամենահարմար մարդը այդ բոլտերի ձգման process-ը ամբողջականացնելու համար դա Էդգար Ղազարյանն է եւ կարծում եմ որ դրանով էր պայմանավորված, որ թեման Էդգարի ելույթից հետո նման զարգացում ունեցավ։ Պարոն Աբրամյան, ԿՊ-ի հետ կապված կարծում եմ հարցեր չեն առաջանում այս դեպքում, այն էլ Էդգարին ուղված Ղազարյան, բայց ինձ համար անկեղծ ասած իրականում շատ մեծ անակնկալ էր հենց ուժեղ Հայաստանի դիրքորոշումը, հենց նույն օրը հնչած հայտարարությունները իդեմս Նարեկ Կարապետյանի խմբակցության ղեկավարի, որ այսպիսի մի եզրույթ օգտագործեց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց, որ մենք այդ խնդիրը կքննարկենք մեր ֆրակցիայում եւ այնուհետեւ իրենց տեղյակ կպահենք։ Կներեք, ես ճիշտ ասած մի պահ ինձ թվաց, թե սխալ եմ հասկացել, պարոն Աբրամյան, բայց հասկացա, որ այստեղ իրենք էլ, հա, ուժեղ Հայաստանն էլ խնդիր է տեսել Էդգարի ելույթի մեջ եւ կքննարկի կասի։ Այ դուք ո՞նց եք այս հարցին նայում։ Արդյոք ուժեղ Հայաստանը պետք չէր, որ այլ դիրքորոշում ցուցաբերեր եւ հենց անմիջապես խորհրդարանում նաեւ արտահայտեր իր կարծիքը ի պաշտպանություն իր խմբակցության անդամի, որովհետեւ մենք նաեւ շատ լավ տեսնում ենք, թե ԿՊ-ն, երբ որ ամենազազրելի, ամենասոսկալի արտահայտություններն են անում եւ խայտարակ մեր կապարանոց հայտարարություններ են անում, ինչպես են ամբողջ խմբակցությունով իրենք իրենց պաշտպանում, շատ լավ իմանալով, որ սխալ է տեղի ունեցել։ Բայց մենք այստեղ, չգիտեմ, այստեղ բարեկրթությունը ո՞րն է, այսա չեմ ուզում, չեմ կարող անցնել ըստ ձեզ։ Տեսեք, այստեղ երկու մակարդակ կա։ Առաջին մակարդակը պայմանական եմ ասում, չեմ կարող ասել, որպես վարկած եմ ասում, դա կուլիսները հետևում եղած պայմանավորվածություններն են, պայմանական այդ բարեկրթության ապահովման մասով։ Եթե կա կուլիսներում պայմանավորություն, որը մամուլին կամ լայն հասարակությանը հասու չէ,
Դա շատ վատ է, բայց դրա մասին պետք է խոսեն։ Ասեն, գիտեք, պայմանական աշխատանքային քննարկում ա եղել, sense բան ենք բան։ Ես դա չեմ ընկալում, չեմ հասկանում ու չեմ էլ կարողանում գիտակցել, թե նման բան կարող է լինել, թե չի լինել։ Բայց այս խորհրդանի պարագայում փոխադարձ այնպեսի հայտարարություններ են հնչել այդ բարի կրթության, խաղի կանոնների, հանգիստ պայմաններում նիստերի կազմակերպման, որ ես չեմ բացառում, որ պայմանական աշխատանքային ինչ-որ քննարկում տեղի ունեցել ոչ հրապարական եւ ինչ-որ սկզբունքներ իրենք պայմանավորվել են։ Ինչը կրկնում իմ համար չի կարող ընդունել լինել, սա մեկ։ Երկրորդը, եթե նույնիսկ խմբակցությունն է ինքին համար որոշակի ուղենիշներ սահմանել, ապա դրա մասին հրապարակային չպետք է ասել, եթե եղել է այդ ուղենիշների խախտում։ Սա երկուս։ Երրորդ անգամ խանես ճիշտ է արել, սխալ է արել, վատ է արել, ինչ է արել քո թիմակիցը, դու պետք է անվերապահորեն նրան պաշտպանես։ ԿՊ-ն այսօր այն ուժը չէ, որի հետ հարաբերություններում դու պետք է պահպանես մոտեցումներ եւ այսպես ասած հանդես գաս արդարության, ճակերտավոր արդարության տեսանկյունից։ Սա այն պարագայում է, թե իրականում ինչ-որ բան նույնիսկ տեղեր ունեցել, ինչը տեղի չունեցել։ Բայց այստեղ կա մի շատ կարևոր նրբություն, որը միգուցե դրսից այդքան էլ կարող է ընկալելի չլինել։ Տեսեք, անկախ նրանից թե որ խմբակցության падգամավորի հետ է տեղի ունենում խնդիր, հարցակում է ելնում, բռնություն է ելնում, վիրավորանք է լինում։ Այդ հարվածը ամբողջությամբ խորհրդանական ամբողջական ընդդիմության վրա իր ազդեցությունը ունենում է։ Ես սա ասում եմ ոչ թե նրա համար, որ դա ինչ-որ մի քրքում գերած է, ես ասում եմ այն, ինչ-որ ես տեսել եմ 5 տարվա ընթացքում։ Այո, դուք էլ եք ընտել։ Դրա համար ես անկեղծ եմ ասում, անկախ նրանից թե մեր գործընկեր խմբակցության հետ մենք այդ տարիների ընթացքում որ հարցում համաձայն չենք եղել, համաձայն ենք եղել եւ այլն, երկու կողմից էլ եղել է փոխըմբռնում, որ ցանկացած խմբակցության падգամավորի դեմ հարցակում, վիրավորանք բան, դա անցալվել է որպես բոլորի կողմից հարցակում եւ պաշտպանությունը ըստ էության քաղաքական տեսանկյունից այդպես էլ եղել է։ Նաեւ եղել է դա այդ ցես կրտուկների միջադեպերի ժամանակ, որտեղ այդ պայն որը մեկը չի մտածել, որ այս մի падգամավորը իմ խմբակցությունից է, թե մյուս։ Եթե կա բոլորը ներգրավել են այդ ամենի եթե խորհրդանական ընդդիմությունից, որովհետեւ այդտեղ բացի տղայական, բարոյական որոշակի մոտեցումներից քաղաքական առումով շատ կարևոր հարց։ Եթե որևէ խմբակցության, որևէ падգամավորի ստորացնում են, նեղացնում են, բռնության են ենթարկում, այդ ուդարը, այդ թվում նաև քաղաքական առումով ստանում է ամբողջական ընդդիմությունը։ Եվ դրա համար այս տեսանկյունից յուրաքանչյուրը պետք է հասկանան։ Ես վստահ եմ, որ կան դեռ падգամավորներ, որոնք փորձառու են, իրանք դրա մասին գիտեն, որ եթե Էդգարի հետ կապված թեման գնա վատ հանգուցալուծման, իսկ դրա ռիսկը ակնհայտորեն շատ մեծ է, ապա դա շատ մեծ հարված է հասնելու ընդդիմությանը, ընդհանուր կարող է փակել ճանապարհը հետագայում խորհրդանական ընդդիմության համար արդյունավետ պայքարի ճանապարհ ընտրելու հարցում։ Պարոն Աբրահամյան, ես ճիշտ ասած մի մտահոգություն եմ այս ամեն ինչում տեսնում, որ մինչև մանդատները վերցնելը այնքան հանրային կարծիքներ հնչեցին, որ հեսա գնալու եք, ձեզ ծեծելու են, ձեզ խփելու են, գնում եք ինչ անեք, չէ՞, մենք բոլորս տեսել ենք, լսել ենք այդ տեսակետները, ձեր ինչին ա պետք որ գնում եք։ Ես կարծում եմ մենք նաև որոշակիորեն բարդութավորել ենք ընդդիմությանը այս տեսակետից եւ իրենք փորձում են անընդհատ ցույց տալ եւ ապացուցել, որ այդ խաղի կանոնները մեզ էլ է ձեռնտու, որ չարթարացվեն նաև ձեր ակնկալիքները, որ այնտեղ դահլիճում կարող է դուրու դմփոց լինել, օրինակի համար։ Բայց նաև երկրորդ տեսանկյունից մտածում եմ, որ գիտեք, դա էլ անխուսափելի չի։ Եթե թեման կգնա կդառնա, այսպես ասած, տուրու դմփոցի, աշխարհի բոլոր խորհրդարաններում մենք տեսնում ենք, հա ինչ է կատարվում։ Հա ինչ անենք, թող լինի, օրինակ։ Այսինքն բարեկրթության այս սահմանումները հանուն ինչի է, որ ինչ, որ մենք կուլտուրական մեզ կպահենք եւ ձեզ չենք քննադատի, ամեն քննադատությունից հետո կարող է այսպեսի արձագանք լինել։ Հիմա Էդգարին են ասում, վաղն էլ կարող է մեկ ուրիշին ասեն, վաղն էլ կարող է շատ արագ ասեն Արամ Վարդևանյանն էլ այստեղ պիտի չլինի, նորից մենք ունենք, չէ՞, փորձ փոխնախագահային հեռացնելու իր պաշտոնից ընդդիմության, խոսքս Իշխան Սաղաթելյանի մասն է։ Նույն կերպ էլ կարող են այդ անել եւ անընդհատ այդ ճնշումները իրենք շատացնեն, եթե տեսնեն, որ դիմադրություն չկա։ Այստեղ մի կարևոր հանգամանք կա։ Այդ քաղաքավարության մասին, որ մենք սկզբում խոսում էինք, տեսեք, 5 տարվա մեջ ինչ ասած չի եղել։ Ինձ էլ եղել որ դրվագներից հետո իմ ընդեի մեր գործընկերները եկել ասել են, օրինակ ես ինչ արեցիր, ոնց արեցիր եւ այլն, ցած կրտուկի բանի։ Այսինքն, երբ որ դու բարեկիրթ մարդուն
բերում ես, մտցնում ես այդ դաշտ ու իրան համար ճանապարհ չես թողնում, բնականաբար այդ ցես կուրտուկները դառնում են անխուսափելի։ Հատկապես որ ԿՊ-ի ֆրակցիայում կան կոնկրետ ընդգծված դեմքեր, որոնք որևէ պայմաններ խորհրդանես դուրս երբևէ աչքի չեն ընկել իրենց պարկեշտ վերաբերմունքով, իհարկե պարկեշտությունն ու ԿՊ-ն իրար հետ ընդհանրապես համեմատության մեջ գտնվող որակումներ են, բայց այս պարագայում նաև անկախ որ մենք Էդգարի թեման ենք քննարկում, բազմաթիվ ելույթներ են եղել ԿՊ-ական, որտեղ շատ ավելի մեծ վիրավորանք է եղել, քան նույն Էդգարի ելույթում։ Համարժեք պատասխան եղել է, համարժեք պատասխան չի եղել։ Հիմա գիտեք ուժեղ Հայաստանում հիմնական տեղ են գտել մարդիկ, ովքեր փորձառություն չունեն։ Բոլորիս համար կարևոր է, ովքեր այն բոլոր են մարդկանց, ովքեր գիտակցում են այս իշխանության վտանգավորությունը եւ այն չարիքը, որի հետ բերել է, որպեսզի այդ մարդիկ հնարավորինս խուսափեն նմանատիպ խնդրահարույց իրավիճակներից։ Նարեկ Կարապետյանը ինքը իր տեսակով պարկեշտ տղա է եւ ես վստահ եմ որ ինքը շատ բաներ կա որ ինքը չի էլ պատկերացնում որ ինքը կարող է քո դիմացինը քո նկատմամբ էձերի վարվել ու անհատականացնում եմ այս դեպքում բայց քանի որ իր հետ էր նաեւ առնշվում այդ նախորդ հարցը դրա համար եմ ասում ես հույս ունեմ որ դիմադիր ուժերը հնարավորինս կներդաշնակեցնեն իրենց մարտավարությունը խորհրդանում անկախնից քաղաքական առումով տարբեր հարցեր շուրջ ինչ դիրքորոշում ունեն, բայց ներսում գործելու տեսանկյունից շատ կարևոր է երկու ֆրակցիաները ներդաշնակեցնեն տակտիկական առումով իրենց անելիքները։ Հակառակ դեպքում ընդդիմությունը ոչ միայն այնտեղ ծախողվելու է, այլ առհասարակ իշխանափոխության գլոբալ գործընթացը, որը կա ըստեյության կախված է, դա որևէ ձևով իր տեղ, իր ճանապարհին չի հասնելու։ Պարոն Աբրահամյան, շատ ճիշտ դիտարկում արեցիք, որից ուզում եմ շարունակել, իլերում ընձես, ասեմ, որ մենք ընդդիմությանը համաձայնել ենք, որ մանդատները վերցնեն այդ գործընթացը, սկսելու համար, խորհրդարանի ներսում պրոցեսներ գեներացնելու համար, որպեսզի մենք գնանք իշխանափոխության։ Հիմա այդ բարեկրթության այս նորմերով արդյոք դա տեսանելի է։ Ես ճիշտն ասած չեմ պատկերացնում, որովհետև ես տեսնում եմ, որ ԿՊ-ն, եթե այս անգամ մարսեց, կներեք, որ այսպես եմ ասում, բայց իսկապես մարսեց են, որ ասում է, դե թող ներողություն խնդրի, այսինքն ներողություն չունես ասելու ներողություն։ Եվ եթե մենք սա հանդուրժեցինք, երկրորդը, երրորդը արդեն պարզ է, չէ՞, մենք նույնիսկ այդ հույսի նշույլը մեր մոտ այլևս չենք ունենալու, որ կարող է մեր ընդդիմությունը խորհրդարանում որոշակի process գեներացնել։ Քաղաքական իմաստով իշխանափոխությունը պետք է տեղի ունենա impeachment-ի գործընթացի միջոցով, վարչապետին անվստահությունը հայտնելու։ Եթե մենք չենք խոսում բացարձակ հեղափոխական տարբեր process-ների մասին, դա սահմանությամբ առաջիկա 1 տարում որոշակի հնարավորություն տալիս է վարչապետին սահմանադրությունը գործելու եւ բնականաբար այդ process-ի համար խնդիրներ է առաջացնում, բայց եթե իշո մեկը մտածում է որ հեսա 1 տարին կլրանա եւ համապատրաստից կարելի է այդ process-ին գնալ բարոյախրատական ելույթներով հայտարարություն բնականաբար դա այնտեղ չի լինելու եթե դու ունես նպատակ իսկապես ունես նպատակ մինչեւ 31 թվականը Ինչ չեմ ասում 31 թվականը, որովհետև հիմա ես չգիտեմ մարտավարական տեսանկյունից որևէ ուժ խորհրդանում հայտարարի, որ նպատակն է, որ 5 տարի իրեն դրսևորի ցույց տա, որ ինքը ունի այդ հնարավորությունը 31 թվականին հանրությունը գնա եւ ձայնը տա իրեն։ Պայմանականորեն կարող է այդ ձևի ուժ կա։ Ես հիմա չգիտեմ ընդդիմադիր ուժերը որ ուղղությամբ են գնում կամ որ ճանապարհով են գնում։ Դեռ բաց չի, հստակ չի դա մեզ։ Բայց եթե նայեք դասական իմաստով դեռ 1 տարի ժամանակ կա իմունիտետ այսպես կոչված գործողների համար, որպեսզի ընդդիմությունը հնարավորություն չունենա օրենքի տեսանկյունից այդ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը սկսի։ Բայց եթե դու գնալու ես շոպայի այդ ճանապարհով, քո մտքին դա է, քո պլանավորումը դա է, դու պետքա քո համակարգերը, ինստիտուտները պետքա նախապատրաստես դրան։ Չի կարա մի տարի հետո գաս, ասես լավ մենք սկսեցինք այս process-ը։ Դու միջև դու պետքա աշխատանք անես, հանրության հետ պետքա անես, մամուլի հետ պետքա անես, քաղաքական տեխնոլոգիաներ կան, որոնք կիրառվում են նմանատիպ իրավիճակներում, որտեղ մենակ խորհրդանում
դու չես կարող որևէ խնդիր լուծես։ Եթե դու փողոցը չես վերահսկում, պետք է փողոցը զուգորդվի այդ ամեն եթե դու փողոցը չես վերահսկում, որովհետև այդ ճնշումը ընդեղա ձևավորվում։ Մենք չենք խոսում, գիտեք, բաների մասին, ինտիգների մասին չենք խոսում, տարբեր երկրների միջամտությունների մասին չենք խոսում, որը տարբեր երկրներում արտահայտված է եղել, սրան են փոխել, նրան են փոխել եւ այլն։ Մենք խոսում ենք դասական կանոնների մասին, բայց ակնհայտ է նաեւ ԿՊԻ-ն ու իրանց իշխանությունը այդ կարմիր գծերի բացակայության, բարոյականության այդ անկման պայմաններում, որ մենակ խորհրդանում սիրուն բարգեշտ երկրը որևէ խնդիր չի լինելու։ Ասածս ոչ թե այն է, որ պետքա ելույթները վերածեն հայոյանքների կամ, չգիտեմ, լուտանքների, այլ խնդիրը այն է, որ դու պետք է քաղաքական process իրականում եւ ներսում եւ դերսում գեներացնես, էփես գաս հասնես մի կետին, քո համար հնարավորություն ստեղծես գնաս վճռական գործողություններին։ Պարոն Աբրամյան, դեռ չենք տեսնում դա։ Ես չգիտեմ դա որ պահից սկսած կկարողանանք ավելի այսպես ակնառու տեսնել, բայց հուսով եմ, որ այդ խորհուրդները, թեկուզ այս դեպքում հանրապետականը նաև արտախորհրդարանական ուժ է, այս խորհուրդները եւ այս հանրային տեսակետները պետքա լսելի դառնան նաև մեր ընդդիմադիրների համար։ Տեսեք, շատ ամփորձ պատգամավորներ են այսօր հայտնվել խորհրդարանում։ Մենք մինչև մեր զրույցներ դրա մասին խոսում ենք, այո, դա ողջունելի է, որ կան մարդիկ, որոնք նոր են մտնում քաղաքականություն եւ նոր են սկսում դրսեւորել իրենց ուժերը եւ մենք էլ ճիշտ ասած առանձնապես քննադատաբար չենք վերաբերվում, հաշվի առնելով, որ այդ ամբողջ ճանապարհը դեռ պիտի անցնեն, թրծվեն եւ այլն։ Բայց կա մեկ մտավախություն, պարոն Աբրամյան, երբ որ մենք խոսում ենք այն փաստից, որ ԿՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն եւ դա փոքրի շատ է հանգստություն է մեզ տալիս, որ ամեն դեպքում սահմանադրական փոփոխություններին չի կարող գնալ ԿՊ-ն, որտեվ իրենք արդեն ակնհայտ ասում են, որ հռչակագիրը հանելու ենք, այս անելու ենք, այն անելու ենք, ես վստահ եմ նաեւ եկեղեցու դերի մասով այդ կետերն են իրենք նախատեսել ենթարկել փոփոխության, բայց այդ մտավախությունը, որ կարող է ընդդիմությունից իրենք ձայներ գողանան, ինձ որևէ կերպ հանգիստ չի տալիս։ Ձեզ մոտ այս մասով ինչ մոտեցումներ կան։ Մենք կարող ենք այսպես վստահենվել մեր այսօրվա ընդդիմության վրա, որ այդ գողությունը ձայների տեղի չի ունենալու։ Գիտեք, ես կարող եմ հենվել միայն այն պնդումների վրա, որոնք բխում են իմ այս կամ այն պատգամավորի հետ ունեցած հարաբերություններում։ Այսինքն ես կոնկրետ մարդիկ կան, չեմ ուզում իհարկե անուններ հնչեցնեմ, բայց կոնկրետ մարդիկ կան, ես այդ մարդկանց վրա վստահ եմ երկու ֆրակցիաները, որ այս մարդիկ որևէ պարագայում չեն վաճառվի կամ իրենց սկզբունքները, այսպես ասած, սակարկման չեն անի։ Ես չեմ էլ ուզում, որ այնպես ստացվի, ձեր հարցադրումը իհարկե շատ տեղին է, որտեղ այս թեման էս վերջին 2-3 ամիսները հիմնական քննարկվող թեման է, բայց ես մտավախություն ունեմ, որ իմ պատասխանը կարող է միգուցե թեկուզ փոքր շրջանակների կողմից որպես չարախնդություն էլ դիտվի, եւ ուզում եմ միայն հույս հայտնել, որ նման հնարավորություն պարզապես ընդդիմադիր ուժերը ԿՊ-ին չեն տա։ Սա մեկ։ Երկրորդը սահմանադրական հնարավոր փոփոխությունների մասով ԿՊ-ն չունի դրա հնարավորությունը, բայց վերջին շրջանում որոշակի երկչոտ կծկտուր, բայց ինչ-որ ակնարկներ է հնչում որևէ ձևով շրջանցելու մասով սահմանադրությունը։ Ընդ որում դրա մասին նաև Ադրբեջանի նախագահային օգնականը խոսեց, ով Հայաստանի թեմայով ակտիվ ներգրավվածություն ունի, ասում էր սահմանադրության կամ այլ մեխանիզմների միջոցով խորհրդանում ԿՊ-ական պատգամավորն ասում է, ինչի եթե ժողովուրդն ուզենա պատգամավորներ ովքեր են, որ դրան չհամաձայնվեն, հասկանում եք, այսինքն ակնհայտորեն տեսանելի է, որ ԿՊ-ի համար քննարկելի է սահմանադրությունը խախտելու եւ սահմանադրությունը շրջանցելու միջոցով նաեւ այդ process անելու։ Իդեպ շատերը ովքեր տարբեր փուլերում հանրապետականի սահմանադրական փոփոխությունների համար մեղադրում են, այդ ուժերը չեն հիշում հանրապետականին, որ հանրապետականի փոփոխած սահմանադրությունն է, որ այսօր հնարավորություն չի տալիս բարձ մեծամասնություն ունեցող ԿՊ-ին, այսինքն 50+1 ընդամենը ունեցող ԿՊ-ին, այդ սահմանադրական process-ը անելու համար 2015 թվականի սահմանադրությունն էր, որը բարձրացեց էականորեն շեմը եւ այսօր դա հնարավորություն չի տալիս ԿՊ-ին այդ փոփոխություն անելու։ Ժամանակի նպատակը այն էր, որպեսզի սահմանադրության նման կարևոր փաստաթղթի փոփոխության ժամանակ լինի հնարավորինս լայն քաղաքական կոնսենսուս։
Եվ բնականաբար դա այդ տեսանկյունից հիմնվելով նաև այսօր դա հնարավորություն չի տալիս ԿՊ-ին այդպես շարժվելու եւ իր ուզածը անելու համար։ Սա իմիջիալոց ասեցի։ Հիմա այս տեսանկյունից ես տեսնում եմ, որ հիմա երկու կողմից էլ մկանների տաքացնելու գործընթաց է գնում։ Ամփորձ մարդիկ, ովքեր նոր են process-ների մեջ մտնում, դեռևս մարզավիճակում չեն եւ պետք է մտնեն մարզավիճակին ու հույս ունեն, որ կմտնեն մարզավիճակի մեջ եւ 3-4 ամիս հետո շատ ավելի տեսանելի կլինի բոլորիս համար հնարավորությունները։ Ովքեր են, ինչ են։ Ովքեր են, ուր են գնում իրականում եւ այլն, որովհետեւ ժամանակները մեր խորհրդանի դեպքում էլ կոնկրետ մարդկանց դեպքում եղել են, մեկը մի քիչ շուտ է բացահայտում, մեկը մի քիչ ուշ է բացահայտվում։ Դու պետք է հույս ունենանք, որ խորհրդանական ուժերը այսքան քննարկումների, խոսակցությունների համատեքստում դասեր քաղել են, քննարկել են, հնարավորինս ֆիլտրել են ցանկերը եւ խորհրդանան ուղարկել մարդկանց, որոնք որևէ պարագայում ԿՊ-ի գծած որևէ քաղաքական թեմայի մեջ չեն մտնել։ Հա, ինձ համար իսկապես շատ կարևոր է, որ ԿՊ-ն չի, որ պետք է խորհրդարանում իր օրակարգը թելադրի եւ մեր ընդդիմությունն էլ այսպես ասի, հա, եղավ, այդ օրակարգով մենք առաջնորդվելու ենք։ Ոչ, այդպես պետքա չլինի։ Իրենք ուզում են այդպես լինի, թող իրենք իրենց բարեկրթությունը սահմանեն։ Ես կարծում եմ, որ մեր ընդդիմությունը շատ բարեկիրթ է եւ իր խոսքի մեջ եւ իր գնահատականների մեջ եւ նույնիսկ այդ աղմկահարույց ելույթը Էդգար Ղազարյանի, որ անդադ մատնանշում են, այդտեղ բարեկրթության սահմանը անցնող ես ոչ մի բան չեմ տեսել ճիշտ ասած։ Որտեղ էր այդտեղ սահմանը անցած։ Հիմա վերջին հարց, պարոն Աբրահամյան, այս թնջուկը ինչպես եք տեսնում, որ կլուծվի ներխորհրդարանական կյանքում։ Ամեն դեպքում Էդգար Ղազարյանը հայտնվել է թիրախում, նույնիսկ տեղը փոխեցին, համարելով որ ավելավը մի փոքր այսպես անկյունային տեղ զբաղեցնի, այդ լարվածությունը միևնույն է շարունակվում է, չի թոթափվում եւ ինչպես պետք է դիրքավորվի ընդդիմությունը, ես ասում եմ ընդդիմություն խոսքը վերաբերում է եւ ուժեղ Հայաստանին եւ նաեւ հենց Հայաստան դաշինքին, որպիսի ձիգ պահի իր տեսակետները ներսում։ Ես երևի 20 օր, մոտավորապես 20 օր է անցել, 20 օր էլ դեռ չի անցել, ինչ նոր գումարման խորհրդանա աշխատանքների անցել, բայց կարծում եմ եզրահանգումներ անելու բավականին մեծ նյութ կա, ոչ միայն առանձին խմբակցությունների համար, այլ ընդհանուրի մեջ խորհրդանական ընդդիմության համար։ Կարծում եմ, որ առնվազն միջև այս նախապատրաստական փուլի ավարտը եւ խորհրդանան լիարժեք աշխատանքների մեկնարկը նաեւ անդիմադիր երկու ֆրակցիաներն էլ իրար հետ պետք է քննարկեն իրենց անելիքները, որոշակի փոխանակում անեն, թե յուրաքանչյուրը ոնց է տեսնում բուն process-ը եւ դրա արդյունավետությունը եւ փորձեն գործակցությունը միմյանց հետ հնարավորինս բերել եւ մոտեցնել։ Սա գոնե հիմք դարձնի կարծելու, որ հաջողության հնարավորություն կամ արդյունավետ գործելու հնարավորություն կա։ Եթե դա չանեն, ու Էդգարին էլ չբերեմ, բայց մի օր Էդգարն է, մի օր հաջորդ օրը Պողոսն է լինելու, երրորդ օրը մեկ այլ մարդ է լինելու, մեկին վիրավորելու են, մեկին նստացնելու են, մեկի ունեցվածքն են խլելու, մեկին ստորացնելու են եւ այլն եւ այլն։ Այսինքն դրանից է կախված ոչ միայն բուն խորհրդանում ընդդիմադիր падգամավորների արդյունավետությունը եւ նաեւ որոշակի առումով կոմֆորտը, այլ քաղաքական տեսանկյունից անդիմադիր դաշտի բերվող օրակարգը եւ դրա հնարավոր հանգուցալուծումը։ Եվ ես որպես վերջաբան ուզում եմ նաեւ ասել, որ շուտով կառավարության ծրագիրն է բերելու ազգային ժողովի հաստատմանը եւ մեր երկրի գլխավոր բարեկիրթը հայտնվելու է ազգային ժողովում։ Ես կարծում եմ ցավով եմ ասում, բայց ես ամեն դեպքում սպասում եմ, որ այդ բարեկրթության կեղծ փուչիկը հենց առաջին իսկ օրը կպայթի եւ բոլորը կհասկանան, որ այստեղ բարեկրթության մասին խոսելը այլևս անիմաստ է։ Ինչ է կարծում ես մասով։ Գլխավոր բարեկիրթը գիտենք էլ ինչպես կխոսի։ Կոնկրետ կառավարիչը, որ երկիրը հանձնել, օրեա երկիրի շահերը սակարկմանը հասել, ով տես չի կանում իրեկի տարածքային ամբողջականությունը, անբարեկրթությունը այս իրավիճակում այն ամենափոքր որակումն է, որը կարող է տեղ գտնել։ Այսինքն այդ իրանից ամեն ինչ տեսել ենք եւ բնականաբար այդ այն ամենաչնչինն է, որը կարող է դրսևորել։ Դա ինձ, ձեզ, շատերի համար որևէ ձևով նորություն չի ներկայացնի, բայց բուն խորհրդարանում նաեւ իր սադրիչ հայտարարություններն ու գործողությունները արդեն իսկ
նախորդ խորհրդանում ցույց են տվել, թե ինչ կետի կարող է հանգեցնել։ Իդեպ նախորդ խորհրդանում էլ այն հիմնական ագրեսիվ գործողություններն ու սադրանքը եղավ նրա հրահանգով, նրա ներկայությամբ, իսկ ինքը փորձում էր սառնասրտություն ապահովելով դիտել այդ ողջ ծեսկրտուկը, քաշքշուկը եւ այլն, այնպես որ ամեն ինչ դեռ արջևում է, ինչպես ասում են, ամեն դեպս ընդդիմությունը ամեն ինչ պետք է անել, որպեսզի կարողանա այս իրավիճակից ոչ միայն պատշաճ կարգով արժանապատվորեն դուրս գալ, կարողանա քաղաքական օրակարգում թելադրողի դիրքում լինել։ Իհարկե, այս ամեն ինչը չի վերաբերում մենակ խորհրդանական ընդդիմությանը, որովհետև հասարակության այն զանգվածը, այն ուժերը, նաև արտախորհրդանական ուժերը, որոնք այսօր գիտակցում են իրավիճակի լրջությունը, պետք է կարողանան ընդհանուր փոխհմբռնում ունենալ իրենց պաշտպանելու եւ ընդդիմադիր դաշտի օրակարգը առաջնային դարձնելու համար։ Շնորհակալ եմ, պարոն Աբրամյան։ Ինձ մնում է եւս մեկ անգամ հիշեցնել, որ այսօր Մետանոյայի տաղավարում հյուրընկալել էի Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրամյանին, իսկ մենք կհանդիպենք, լավ մնացեք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ